Դուք արդեն կանգնեցրել եք դատարկ տան մեջտեղում և հարցրել եք ինքներդ ձեզ. լքել դրանք։ Սկզբից ես անկեղծ կլինեմ։ Դժմարտությունը անապահով ֆինանսական իրավիճակի մասին կարող է դժվար լինել կուլ տալ, այն տեղափոխում է մեր հպարտությունը, մեր սովորությունները և նույնիսկ այն ճանապարհը, որը մենք տեսնում ենք կյանքը։ Բայց եթե դուք պատրաստ եք իրականության դեմ պայքարել, այս գիտելիքն ունի ամեն ինչ վերափոխելու, ձեր ֆինանսները, ձեր կյանքի որակը և նույնիսկ տանը։ Այսօր ես կկիսվեմ 7 ծանր ճշմարտություններ, բայց ապացուցեմ փորձով և ժամանակով։ Նրանք չեն խոստանում ակնթարթային հարստացում կամ կախարդական բանաձևեր իրենց գումարը մեկ գիշերվա ընթացքում բազմապատկելու համար, փոխարենը նրանք ցույց կտան ամուր ուղի, մեկը, որը հանգեցնում է կայունության, բարգավաճման և վաղը իմանալու հանգստության։ Ես հիշում եմ, թե երբ եմ դեռ երիտասարդ, ես իմ առաջին բնակարանի խոհանոցում էի և հարցրեցի ինձ. ինչու է փողերը վազում մատները։ Ես խելացի էի, նվիրված և անկեղծ, բայց դեռ անընդհատ կարոտում էի մշտական սխալ, կարծես աշխարհն արդեն որոշել էր, թե որքան եմ արժանի ստանալու։ Տարիներ անց ես հասկացա, որ խնդիրը ինքնին փողը չէ, այլ այն հարաբերությունները, որոնց հետ մենք պահեցինք դրա հետ, մեր կեցվածքից առաջ մեր կեցվածքը, մեր սովորությունները և ամենից առաջ, ամեն օր կատարած փոքր որոշումները, մտքի սխալ ընտրություն և ահա տունը կրկին դատարկ է դառնում, և սիրտը ծանր։ Լավ նորությունն այն է, որ այս 7 ճշմարտությունները կարող են գերակշռել, նրանք փորձարկվել են սերունդների համար։ Ես տեսա ընտանիքներին, ովքեր ընդունում էին նրանց և գործի դրեցին գործնականում պարտքեր, կառուցեցին բիզնես և ստեղծեցին եկամտի կայուն աղբյուրներ։ Ես տեսա տներ, որոնք լցվեցին ուրախությամբ և խաղաղությամբ, երբ մարդիկ դադարեցին փախչել ճշմարտությունից, ուշադրություն դարձրեք, քանի որ այդ ժամանակ ես կկիսեմ իրական պատմություններ, անձնական դիտարկումներ և դասեր, որոնք իմացա իմ սեփական գայթակղությունների միջոցով և իմ շրջապատի նրանց սխալների միջոցով։ Այս դասերը կարող են հնչել ծանր կամ նույնիսկ անհարմար, բայց դրանք դռներ են բացում իսկապես բարգավաճ կյանքի համար։ Եվ ահա առաջին հարցը, որ դուք հիմա ինքներդ պետք է հարցնեք. պատրաստ եք լսել մի ճշմարտություն, որը կարող է փոխել ձեր տունը և ձեր կյանքը, կամ նախընտրում եք շարունակել ապրել պատրանքներ։ Ես սա չեմ ասում որևէ մեկին վախեցնելու կամ դատելու համար, ես խոսում եմ որպես մեկը, ով երկու կողմերն էլ գիտեր։ Դատարկ տունը և անվտանգությունը, որը գալիս է ամեն օր, եթե մնում եք մինչև վերջ, դուք այստեղ կթողնեք հասկացողությամբ, որը կարող է հեղափոխություն կատարել փողի, ընտանիքի և ինքներդ ունենալու ձեր ձևը, այնպես որ մնացեք մեզ հետ, մի արա։ Հաջորդ մի քանի րոպեների ընթացքում ես կբացահայտեմ այնպիսի բաներ, որոնք քչերն են խոսում բաց, բայց աշխատում են, փորձարկվել են ժամանակի համար և կարող եք նույնիսկ մտածել, որ դուք չեք կարողացել բացել։ Վերցրեք խորը շունչ և խորհեք, թե ինչպես եք այսօր ապրում, մտածեք այն մասին, թե ինչ եք պահում ձեր տունը սակավության մեջ, նույնիսկ ձեր ամբողջ նվիրվածությամբ, պատրաստվեք ինքներդ ձեզ, քանի որ հետևյալ 7 ճշմարտությունները կարող են դժվար լինել, բայց նրանք ազնիվ են, և միայն ազնվությունն ունի իրենց իրականությունը վերափոխելու ուժ։ Առաջին ճշմարտություն. ռիսկավորման և փոփոխության վախը, հիմնականը և գուցե ամենախորը բարգավաճման բացակայության պատճառը վախն է, վախը կորցնելու համար, թե ինչն արդեն ունեք, վախենալով անհայտի մեջ քայլ կատարելուց։ Ես դա տեսա իմ և շատ ընկերների մեջ, մարդիկ, ովքեր տարիներ են անցկացնում նույն գործով, վախենալով հրաժարական տալուց, բիզնես բացելով, շարժվելով օդը մեկ այլ քաղաք կամ սկսել նոր նախագիծ։ Նրանք անվանում են այս կայունությունը, բայց իրականում ընթացիկ են։ Ես արդեն այդպես եմ ապրել։ Երիտասարդության մեջ ես վախենում էի փոխել աշխատանքը, մտածել, ինչ անել, եթե դա չի աշխատում։ Մինչև մի օր ես որոշեցի ռիսկի դիմել։ Ես բացեցի մի փոքր բիզնես, որը սկզբում հազիվ էր վճարում հաշիվները, բայց ամիսը ես սովորեցի, շտկելով սխալները, և 3 տարվա ընթացքում իմ եկամուտը բազմապատկվեց։ Դասը պարզ է, առատությունը գալիս է նրանց, ովքեր գործում են, ոչ թե նրանց համար, ովքեր վախից կաթվածահար են։ Այսօր մի փոքր ռիսկ կարող է մեծ հաջողություն դառնալ վաղը։ Վախը բնական է, բայց դա չի կարող լինել այն, ով թելադրում է իրենց ընտրությունը։ Երկրորդ ճշմարտություն. ագահություն կամ տնտեսություն առանց նպատակի, սակարության ևս մեկ պատճառ է փողի հետ խեղաթյուրված հարաբերությունները։ Ես հանդիպեցի ընտանիքներին, ովքեր ամեն ինչ փրկեցին սննդի, ուսումնասիրությունների, իրենք և երեխաների մեջ, թվում էր տնտեսություն, բայց գործնականում նրանք բաց են թողել հնարավորությունները։ Խնայելը լավ է, քանի դեռ խելացի է։ Օրինակ, իմ ծանոթը իր կյանքը ծախսել է միայն ամենաէժան անտեսելով գիտելիքների և առողջության ներդրումները, այն կուտակել է փոքր տնտեսություններ, բայց կորցրել է իր կյանքը աճելու և բարելավելու իր հնարավորությունը։ Միևնույն ժամանակ, մեկ ուրիշը, ով ներդրել է իր մեջ և սովորել նոր հմտություններ, հաջողությունների է հասել մի քանի տարի
Հետո, եզրակացությունը պարզ է, երբեմն անհրաժեշտ է օգտագործել ռեսուրսներ ինքներդ ձեզ, ավելի մեծ արդյունքներ հավաքելու համար, փողերը պետք է շրջանառվեն, աշխատեն, ոչ թե կանգնել։ Երրորդ ճշմարտություն։ Սխալ սոցիալական շրջանակը, այն միջավայրը, որտեղ դուք ապրում եք, ձևավորում է ձեր հետագիծը, դուք դառնում եք միջինը 5 հոգուց, որոնց հետ ամենաշատն եք ապրում, եթե նրանք ապրում են բողոքող, վախենալով, կախված աշխատավարձից, դուք հակված կլինեք կրկնել այդ չափանիշները։ Ես տարիներ կորցրեցի մինչև դա չհասկամ, երբ ես փոխեցի իմ շրջանակը ապրելով մարդկանց հետ, ովքեր զարգանում, ուսումնասիրում եւ ներդրումներ են կատարում, իմ կյանքը նույնպես դարձավ, առաջացան նոր գաղափարներ, նոր հնարավորություններ եւ եկամտի նոր աղբյուրներ։ Դասը պարզ է, եթե ցանկանում եք փոխել ձեր կյանքը, փոխեք ձեր շրջապատը, կարող է վնասել սիրելի մարդկանցից հեռու մնալ, բայց աճը պահանջում է։ Չորրորդ ճշմարտություն։ Հետաձգում և ծուլություն, հետաձգման սովորությունը ևս մեկ մեծ չարագործ է, շատերն ասում են. Ես սկսում եմ վաղը երկուշաբթի օրը, երբ դու ավելի պատրաստակամ լինես, բայց վաղը դառնում է 1 տարի, և տարին դառնում է տասնամյակ, ես դա նույնպես արել եմ, ես հետաձգեցի կարևոր բաները, ուսումնասիրություններ, ներդրումներ, որոշումներ, արդյունքը։ Կորցրած տարիները, միայն այն ժամանակ, երբ ես սկսեցի գործել, նույնիսկ փոքր քայլերով ամեն ինչ փոխվեց, աճի նկատմամբ փոքր ամենօրյա գործողությունը հզոր ուժ է, դասը հետևյալն է, գործողությունն արժե ավելին, քան մտադրությունը։ Կարգապահությունը հարստություն է։ Կառուցում։ Ձգձգումը սակավությունը։ 5-րդ ճշմարտություն։ Նպատակների և պլանավորման բացակայություն, առանց հստակ դասընթացի, փողը անհետանում է մատների միջև ջրի պես, ես տեսա ընտանիքները, ովքեր ստացան աշխատավարձը և այն անցկացրեցին առանց հայեցողությամբ, անակնկալներ, երբ հասկացան, որ ոչինչ չի մնացել։ Ես արդեն ապրել եմ այսպիսին, ոչ մի նպատակ, ոչ բյուջե, մինչև ամսական, շաբաթական և ամենօրյա նպատակներով համակարգ ստեղծելը, և դա աշխատում է, 10 նպատակներն ու պլանավորումը բարգավաճման քարտեզը, առանց նրանց դուք քայլում եք շրջանակներով, նույնիսկ ունենալով ռեսուրսներ և տաղանդ։ 6-րդ ճշմարտություն։ Դիմադրություն սովորելու և զարգանալու համար, ով դադարում է զարգանալը, մնում է հետևից։ Ես հանդիպեցի մարդկանց, ովքեր գերակշռում էին լավ հմտության, բայց կարգավորվել են և չեն հետևել փոփոխություններին, աշխարհը չի դադարում և ով չի թարմացնում, կորցնում տարածքը, դասը հետևյալն է, շարունակական ուսումը հաջողության վառելիքն է, ով է ներդրումներ կատարում այսօր վաղը մրգեր է հնձում։ 7-րդ ճշմարտություն։ Փողի հետ սխալ փոխհարաբերությունները, ֆինանսական անկայունության ամենախորը պատճառներից մեկն այն է, թե ինչպես ենք մենք նայում փողը, շատերը ինքնին վերջ են տեսնում, կարգավիճակի խորհրդանիշ կամ նույնիսկ վախի կամ խուսափանքի առարկա։ Մյուսները կուտակում են այն առանց նպատակի, կարծես պարզ տիրապետումը երաշխավորված անվտանգություն, բայց իրականությունը մեկն է, փողը գործիք է, եթե վախենաս դա, այն կտրում է մատներիդ միջև, եթե կռապաշտը նա։ Կատարեք ձեր տիրոջը, եթե դա իմաստուն կառավարում է, նա աշխատում է իր օգտին։ Ես տեսա մարդկանց դեպքեր, ովքեր վաստակեցին բախտներ, բայց վերահսկողության պակասի պատճառով նրանք կորցրեցին ամեն ինչ իմպուլսիվ ծախսերի կամ ռիսկային ներդրումների մեջ, և ես տեսա նաև նրանց, ովքեր նույնիսկ համեստ եկամուտով գիտեին, թե ինչպես կարելի է բազմապատկել իրենց ռեսուրսները, քանի որ նրանք սովորեցին պլանավորել, ներդնել և տարածել հետախուզական արդյունքը, նրա տները լի էին նյութական ապրանքներով, բայց հանգստությամբ և նպատակներով, դասը պարզ է, փողը ոչ գավաթ է, ոչ էլ բեռ, դա միջոց է ձեր ուզած կյանքը կառուցելու համար, վարպետ այս գործիքը, և դա ձեզ կծառայի, այլ ոչ թե մյուս ճանապարհը։ Այս 7 ճշմարտությունները վերացական տեսություններ չեն, սրանք գործնականում ձևավորված դասեր են սերունդների առօրյա կյանքում, իմ սեփական ճանապարհորդության և նրանց կողքին գտնվողների մեջ, նրանցից յուրաքանչյուրը արտացոլվում է իրենց տանը, իրենց գրպանում, իրենց ընտանիքի հարաբերություններում, երբ հասկանում և կիրառել եք դրանք, վերափոխումը անխուսափելի է, շրջակա միջավայրը լցված է կայունությամբ, ուրախությամբ և խաղաղությամբ, բայց եթե դրանք անտեսում եք, սակավությունը նորից թակում է դռան վրա, նույնիսկ եթե ձեր աշխատավարձը բարձր է, այս ճշմարտությունները ծանր են, բայց արդար, դրանք պահանջում են գործողություններ, քաջություն և կարգապահություն, մրցանակը, ապահով ապագայի, առատության և ներքին հանդարտության որոշակիությունը։ Հիմա մենք հասնում ենք վճռական կետին։ Ինչ անել այս ամենի հետ, ընթերցանությունն ու համաձայնությունը հեշտ է, դիմելը այն է, ինչը տարբերություն է առաջացնում, և սա այն դեպքում, երբ շատ գայթակղվում է, շատերը լսում են, քթում և մտածում. Սա իմաստ ունի, այնուհետև նրանք շարունակում են ապրել նույն կերպ, բայց այն գիծը, որը առանձնացնում է նրանց, ովքեր վերափոխում են այդ միայն երազանքների կյանքը, վերաբերմունքից, ես խնդրում եմ, որ մի պահ կանգ առեք և արտացոլեք։
Պատրաստ եք պատասխանատվություն ստանձնել ձեր կյանքի, ձեր տան, ընտանիքի, ֆինանսների և ձեր սովորությունների համար, դուք պատրաստ եք գիտակցել, որ ձեր ամենօրյա ընտրությունը ձևավորում է ձեր իրականությունը։ Գիտեմ, որ դա պարզ չէ, ես անցա դրա միջով, եղել են օրեր, երբ յուրաքանչյուր ջանք անօգուտ թվաց, երբ վախը նոր ստվերային պատճառաբանության պատճառով, որում աղքատությունը թվում էր անխուսափելի նպատակակետ, բայց կյանքը մեզ փորձարկում է ճկունությամբ։ Եվ ամեն քայլ, որքան էլ փոքր ինչ ձեզ մոտեցնում է ազատության և բարգավաճման, սկսեք հիմունքներից, վերլուծեք ձեր տունը, ձեր սովորույթները, ձեր համոզմունքները, ինքներդ ձեզ ազնիվ հարցրեք։ Գրեք պատասխանները, ներկայացրեք պլան, օրական մի փոքր քայլ։ Հիշեք, յուրաքանչյուր գործողություն, նույնիսկ ամենապարզը, ունի իր ճակատագիրը վերաշարադրելու ուժ, դա կախարդական չէ, դա հետևողական մեթոդի, կարգապահության և պատասխանատվության արդյունք է։ Թույլ տվեք ինքներդ ձեզ երազել ոչ միայն փողի մասին, այլ մի տան հետ, որտեղ կա ջերմություն և անվտանգություն, որտեղ ձեր երեխաները աճում են այն համոզմամբ, որ նրանց աջակցում են, բայց երազանքի հետ մեկտեղ գալիս է կատարումը, առանց գործողությունների երազը դառնում է պատրանք։ Ես կրկնում եմ ինձ և դու մի ճշմարտություն, որը փոխել է իմ հետագիծը։ Եթե ուզում եք փոխել ձեր շրջապատի աշխարհը, սկսեք այն, ինչ կարող եք վերահսկել, ձեր վերաբերմունքը, ձեր սովորությունները, ձեր շրջանակը, ձեր ֆինանսները, այս ամենը ձեր ձեռքերում է։ Մի ակնկալեք կատարյալ պայմաններ կամ հրաշք լուծումներ, սկսեք ձեզանից, և ձեր շրջապատի աշխարհը կվերածվի, և իմացեք։ Աղքատությունը անեծք չէ, այն ընտրության և սովորությունների միջոցով ստեղծված պետություն է, և որպես այդպիսին կարող է հակադարձվել յուրաքանչյուր ոք, ով պատրաստ է սովորել, գործել և ենթադրել, որ իրենց կյանքի հրամանն ի վիճակի է բարձրացնել բարգավաճ և երջանիկ տուն։ Գործելու պահն այժմ է, վերցրեք առաջին քայլը, նույնիսկ փոքր, բայց գիտակցված, կարդացեք, զարգացեք, շրջապատեք ձեզ այն մարդկանց հետ, ովքեր ձեզ ոգեշնչում են, նպատակներ են դնում, կառավարեք ձեր փողերը, քիչ-քիչ, դուք կտեսնեք ձեր տունը։ Եթե լրացնեք խաղաղությունը, ուրախությունը և առատությունը, պահպանեք այս գաղափարը։ Ոչինչ պատահական չի գալիս, հարստությունն ու բարեկեցությունը ամենօրյա ջանքերի, իմաստուն որոշումների և ճիշտ մտածելակերպի արդյունք են, որքան շուտ ինտեգրեք դա, այնքան ավելի արագ կփոխվի ձեր կյանքը։ Եթե այս բովանդակությունը ռեզոնանսվել է ձեզ հետ և ցանկանում է շարունակել ստանալ ապացուցված դասեր, որոնք գործնականում աշխատում են, հետևեք այս տարածությունը, այստեղ մենք խոսում ենք թափանցիկությամբ փողի, սովորությունների, աճի և ընտրությունների մասին, որոնք սահմանում են ձեր ապագան, այս ճանապարհին հետևելը ինքներդ ձեզ համար պարտավորություն է մի քայլ դեպի կյանքի, որտեղ դուք առաջնորդում եք ձեր ճակատագիրը, այլ ոչ թե հանգամանքներով առաջնորդվում։ Եվ երբեք մի մոռացեք։ Դուք ավելի շատ արժանի եք, այն արժանի է առատության, արժանի է երջանկության ձեր տանը, սկսեք այսօր, միանգամից մեկ քայլ և ամեն օր կլինի մի կտոր ձեր նոր իրականության կառուցման մեջ, բարգավաճման լի տունը, հանգստությունն ու ուրախությունը երազանք չէ։ Դա ձեր կարգապահության, իմաստության և գործողությունների արդյունքն է։ Վերջապես, ես թողնում եմ արտացոլում, որը վերափոխեց իմ կյանքը և իմ շրջապատի շատերը։ Աղքատությունը փողի պակասի մեջ չէ, բայց կյանքի նկատմամբ հասկանալու, կարգապահության և վերաբերմունքի պակասի մեջ, սկսեք այս խորաթափանցությունը և մնացած ամեն ինչ հնարավոր կդառնա, ընտրությունը քոնն է, փոփոխությունը սկսվում է հիմա։